Բարև ձեզ երեխաներ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Ես ձեզ հիմա մի շատ հետաքրքիր հեքիաթ եմ պատմելու գորտի մասին։ Այո, իսկ դուք գիտեք գորտերը որտեղ են ապրում։ Ինչ գիտեք գորտի մասին։ Ասա, կամաց։ Իսկ դուք չեք վախենում գորտերից։ Այս հեքիաթը գրել է Հովհաննես Թումանյանը, ժամանակով մի թագավոր է լինում։ Սա մի քանի աղջիկ է ունենում, մեկը մյուսից գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը։ Այնքան սիրուն, այնքան շարմախ, որ այդ չուտես, չխմես, կանգնես ու միայն նրան նայես։ Թագավորի պալատի կողքին մի անտառ է լինում, անտառում մի հին լորենու տակ մի ջրհոր։ Փոքր աղջիկը սովորություն է ունենում, ամեն օր գնում է անտառ, ջրհորի մոտ խաղ է անում, իր ոսկե գնդակը վերև գցում ու բռնում։ Մի օր էլ խաղալիս շատ բարձր է գցում։ Չի կարողանում բռնել ու գնդակն ընկնում է ջրհորի մեջ։ Վերևից նայում է ջրհորը աչքին թվում է անտակ, սկսում է լաց լինել։ Լացի ժամանակ հանկարծ մեկը ձայն է տալիս։ Լսում եք։ Ինչ է պատահել, թագավորի աղջիկ։ Ինչու ես այդպես սրտաճմլիկ լաց լինում։ Աղջիկը նայում է ինչ տեսնի։ Մի ահագին գորտ ջրհորի եզրին նստած մարդու նման խոսում է։ Գորտը մարդու նման խոսում է։ Իսկ գորտերը չեն խոսում, չէ երեխաներ։ Զարմանում է թագավորի աղջիկը, ասում է. խաղալիս գնդակս ջրհորը գցեցի, դրա համար եմ լաց լինում։ Գորտն ասում է. հետո ինչ։ Ծիծաղում է աղջկա վրա։ Դա ինչ բան է, որ դրա համար լաց ես լինում։ Ինչ կտաս, որ քո գնդակը հանեմ։ Այսինքն գորտը խոստանում է գնդակը հանել, բայց դրա համար թագավորի աղջիկը գորտի համար ինչ որ լավ գործ պետք է կատարի։ Հիմա լսեք։ Ամեն բան կտամ, սկսում է աղաչել աղջիկը։ Իմ բոլոր զարդերը կտամ, իմ անգին քարերը կտամ, իմ ոսկե թագը կտամ, միայն թե իմ սիրուն գնդակը հանես։ Այսինքն թագավորի աղջիկը պատրաստ է իր ամբողջ ունեցածը տա այդ գորտին, միայն թե իր գնդակը գորտը կարողանա հանել։ Ինչի՞ս են պետք քո զարդերը, քո անգին քարերը, մարգարիտներն ու ոսկե թագը, ասում է գորտը։ Չեմ ուզում, այ ուրիշ բանը եթե ինձ սիրեիր ու այնպես սիրեիր, որ ամեն բանում քո անբաժան ընկերը լինեի, քեզ հետ միասին սեղան նստեինք, մի ամանով ուտեինք, մի բաժակով խմեինք ու մի անկողնում քնեինք։ Այ եթե սա խոստանայր, գուցե ցատկեի ջրհորն ու հատակից հանեի քո գնդակը։ Լավ, ինչ ուզում ես, միայն թե իմ գնդակը բերես։ Խոսք է տալիս թագավորի աղջիկն ու հետն էլ մտքումն ասում է. սրան տես հապա, տխմար կրկռան, մի տես, թե ինչեր է ուզում, գնա քո ջրհորում ապրի ու կրկռա, քո ինչ բանն է մարդուն ընկեր դառնալը։ Այսինքն թագավորի աղջիկը գորտին խաբում է, որ գնդակը հանի, ինքն էլ թողնի ու գնա։ Գորտը հենց խոսում է, սուզվում է ջրի տակը, գնդակը գցում է կանաչ խոտի մեջ։ Աղջիկը վրա է թռչում, գնդակը հափշտակում, ուրախ թռչկոտելով վազում դեպի տուն։ Գորտը կանչում է հետևից. Սպասիր ինձ, հետը տուն տար ինձ, ախր ես քեզ պես վազել չեմ կարող։ Գորտը գոռում է աղջկա ետևից։ Աղջիկը ետ էլ չի նայում, վազում ընկնում է հոր պալատն ու գորտին մտքից հնում։ Գորտը հետևից նայում ու նորից մտնում ջրհորը։ Մյուս օրը հենց թագավորի աղջիկն իր հոր ու պալատականների հետ միասին սեղան է նստում, սկսում է ուտել իր ոսկե ամանով, մեկ էլ լսում է, թե ինչպես է մեկը մարմարե սանդուղքներով անշնորհ բարձրանում, դուռը ճանկրտում ու կանչում։ Գորտը եկել է աղջկա մոտ, որպեսզի ստիպի, որ աղջիկը իր խոստումը կատարի։ Թագավորի փոքրիկ աղջիկ, բաց արա։ Թագավորի աղջիկը վազեվազ գնում է տեսնի, ով է կանչում իրեն։ Դուռը բաց է անում ու տեսնում ում։ Գորտին։ Իսկույն դուռը փակում է ու վախեցած գալիս իր տեղը նստում։ Աղջիկը տեսնում է, որ գորտն է, վախենում է ու գալիս իր տեղը նստում է, որպեսզի դուռը չբացի ու գորտը ներս չմտնի։ Ինչ է աղջիկս, ինչից այդպես վախեցար, հարցնում է թագավորը։
Չլինի, թե դև կա դրան ետևում, ուզում է քեզ փախցնի։ Ոչ հայրիկ, դև չի, մի անճոռնի գործ է։ Գործն ինչ է ուզում քեզանից։ Գիտես հայրիկ, երեք անտառում ջրհորի մոտ խաղ էի անում։ Հանկարծ իմ ոսկե գնդակն ընկավ ջրհորը, պատմում է հոր աղջիկը, թե ինչ էր պատահել։ Ես լաց էի լինում, գործը հանեց ինձ տվեց ոսկե գնդակը, եւ որովհետեւ նա դրա փոխարեն ուզում էր, որ ես անպատճառ իր խաղընկերը դառնայի։ Ես էլ խոստացա, բայց մտքովս էլ չէր անցնում, թե նրա կկարողանա իր ջրհորը թողնել։ Ահա հիմա եկել է կանգնել այդտեղ դրան ետևում, ուզում է գա ինձ մոտ։ Այսինքն գործը ուզում է, որ աղջիկն իր խոստումը կատարի։ Ահա թե ինչ է ասում հայրիկը։ Այնինչ գործը ճանկրտում է դուռն ու կանչում. Թագավորի փոքր աղջիկ, եկ դուռը բաց արա, մոռացար թե երեք ինչ խոսք տվեցիր պաղ ջրհորի եզրին։ Թագավորն աղջկան ասում է. Խոսք ես տվել, պետք է կատարես, գնա դուռը բաց արա։ Աղջիկը գնում է դուռը բաց է անում, գործը ներս է ցատկում, հոп ցատկելով հասնում է աթոռին ու կանչում. Դե ինձ բարձրացրու դիրքո կողքին։ Աղջիկը զզվանք է ապրում, պատկերացնում եք գործը եկել է աղջկա տուն։ Աղջիկը շատ է նեղվում, տատանվում է, բայց թագավորը պատվիրում է, որ գործն ինչ ասում է լսի։ Աղջիկը գործին բարձրացնում է, դնում աթոռին։ Աթոռին է դնում, թե չէ, հիմա էլ ուզում է սեղանին բարձրանալ, դնում է սեղանին։ Հիմա էլ ասում է, մոտ քաշիր քո ոսկե ամանը, որ միասին ուտենք։ Ինչ աներ խեղճ աղջիկը, սա էլ է կատարում, ուտում է պրծնում, հիմա էլ թե կշտացա քունս է տանում։ Ուզում է, որ աղջկա սենյակում աղջկա կողքին քնի, պատկերացնում եք։ Այստեղ արդեն աղջիկը սկսում է լաց լինել, սառն ու լպրծուն գործին դիպչելուց է զզվում։ Հիմա պետք է տաներ իր գեղեցիկ մանքուր անկողնի մեջ քնցներ։ Չի ուզում, բայց հայրն ավելի է զայրանում։ Թագավորը ասում է, որ չպետք է արհամարես նրան, ում ինչ-որ բան ես խոստացել, ու ստիպում է աղջկան, որպեսզի գործին իր կողքին քնացնի։ Աղջիկը Չէ, գործը ուզում է, որ աղջկա կողքին քնի։ Աղջիկը գործին տանում է սենյակ, բայց քնեցնում է մի այլ տեղ, ոչ իր անկողնում։ Այս գործը գիշերն արդեն ասում է, ոչ, ես ուզում եմ քո կողքին քնել։ Ես էլ եմ հոգնած, ես էլ եմ ուզում քնել, ինձ էլ պարկեցրու քո կողքին, գործն ասում է։ Այնպես է ասում, որ աղջկա սիրտը շարժվում է, ժպտալով վերցնում է, դնում անկողնում։ Հենց դնում է, մեկ էլ տեսնում է գործի կաշին տրաքեց ու միջից դուրս եկավ մի գեղեցիկ երիտասարդ։ Նա նստում է աղջկա կողքին ու պատմում, որ ինքը մի թագավորի տղա է եղել, չար կախարդը դարձրել էր նրան գործ։ Այժմ աղջիկն իրեն հանեց ջրհորից ու վերադարձրեց իր մարդկային կերպարանքը։ Ուրախ վեր է կենում թագավորի մոտ, պատմում են ամեն բան։ Թագավորն էլ ուրախանում է։ Մեծ հարսանիք են սարքում ու նրանց պսակում իրար հետ։ Այ հասկացանք հեքիաթի բովանդակությունը, իմաստը։ Ահա, պետք է, եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան ենք խոստանում, պարտադիր պետք է այդ խոստումը կատարել։ Աղջիկն ու թագավորն էլ մինչև իրենց կյանքի վերջ ապրում են շատ երջանիկ։ Այսքանը։